Այսօր 8:05 է։ Արդեն մի քիչ ժամից ավել մոտեցանք արևածագի։ Խոսել ենք արևածագի մոտենալու մասին։ Լավ շուտա։ Բարի լույս բոլորին։ Իրոք որ ասում են կրկնողությունը գիտության մայրն է, ամեն օր ես պատրաստ եմ կրկնել, որ սկզբից այն աստիճան չես ուզում, որ եղող շատ դժվար է մտնել է, բայց հետո դուրս ես գալիս, մարմինը սկսում է աշխատել։ Դե խոսել ենք կրիոթերապիայի մասին։ Իսկ այն փաստը, որ արևածագից շուտ արթնանալ, դա յոգայի մեջ հրաշքներից մեկն է։ Դե ամենաառաջի գործը, առաջինը որն է, կարևոր գործ, 3-ին, երբ յոգին է արթնանում եւ արարչի ժամ է կոչվում, 3-ը։ 3-ին անգամ ծիլերը, ամեն ծիլեր, ծառի արմատներ, ծառի ծիլեր, 3-ից մինչև 3:40 կարող եք լսել Սադգուրուին, համաշխարհային, այսպես ասած, սպիկերը կոչվում այսօր, Սադգուրուն, վիսակապլաչիվայի սպիկեր նաև, բայց իր նպատակը մենակ գումարը չի, որը ծախել է իր տունը եւ շարժական տան մեջ, այսպես ասած, համընդհանուր բարիք տարածելով ապրում եւ տեղափոխվում է։ 3-ից 3:40 կոչվում է արարչի ժամ, այդ ժամին որ հելնում է մարդ, նստում է եւ մեդիտացիայի մտախոհման եւ կարող եք այդ ժամանակ անել այն, ինչը ձեր մեջ կա։ Օրինակ, մեկը կարող է տայցից վանա ուզում անի, մեկը կարատեով է զբաղվում, մեկը չգիտեմ, ըմշամարտով կամ գիրք է կարդում։ Իսկ ընդհանրապես մինչև արևածագը մի ժամ շուտ գալ լողանալ եւ վարժություններ անել, շատ մեծ էներգիա ենք վերցնում կյանքից, արևից, բնությունից, տեզերքից։